Բարև ձեզ սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Բաստիոն հաղորդաշարը, այսօրվա մեր հյուրը Կարեն Քոչարյանն է, վերլուծաբան, բարև ձեզ Կարեն։ Բարև ձեզ։ Հայաստանը պատրաստվում է ընտրությունների, մի քանի ամսից ընտրություններ են եւ ընդդիմության ճամբարում ինչ որ վերադասավորումներ են տեղի ունենում։ Մեծ հաշվով ինչպես եք կարծում ել ընդդիմությունը ընտրություններով հաղթելու շանս ունի։ Շանս միշտ էլ կա, իհարկե բոլորն էլ շանս ունեն, եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, ասել, որ հիմա ինչ-որ հստակ բան, որ չէ 100% իշխանությունը հաղթելու է կամ այսինչ կամ այնինչ ուժը, մի բան կարելի է ասել, էլի հստակ չէ, բայց համենայն դեպս պարզ երևում է, որ պարզ մեծամասնություն ոչ մի քաղաքական ուժ չունի։ Այսինքն 50+1 ձայն այստեղ գրեթե 100%-անոց վստահությամբ կարելի է ասել, որ ոչ մի ուժ չի կարող հաղթահարել։ Բայց այս բոլորին դեմ շարժումը ասում է, որ կլինի ուրեմն երկրորդ փուլ եւ նորից կձևավորվի այդ կայուն մեծամասնությունը, ոնց որ համանդրությունը պահանջում է։ Չեմ կարծում, որ երկրորդ փուլ կլինի, չեմ կարծում, որովհետև կամ իշխանությունը իր սատելիտներով կփորձի այդ մեծամասնությունը ապահովել, կամ ընդդիմությունը 2-3 կամ միգուցե 4 այդ շարքերով ես կարծում եմ կմիավորվեն ընտրություններից հետո ոչ թե կմիավորվեն ինչ-որ մեկի համար, ինչ-որ մեկին իշխանության բերելու, այլ ընդհակառակ կմիավորվեն ինչ-որ մեկին իշխանությունից հեռացնելու համար։ Ինչպես դա եղավ Գյումրիում։ Կարեն, իսկ մենք տեսնում ենք, որ օրակարգը այնուամենայնիվ թելադրվում է իշխանության կողմից, այսինքն թեմաներ, քննարկումներ եւ այլն, սակայն վերջին շրջանում հանուն արդարության պետք է ասել, որ մեր ձևը կարողանում է ինչ-որ օրակարգ բանանի, նույնիսկ համաշխարհային մակարդակով այդ հայտնի նախարարության բանը ոդքասթի ժամանակ ասվեց, բայց այնուամենայնիվ օրակարգը մեծամասամբ ձևավորվում է իշխանության կողմից։ Կհաջողվի ընդդիմությանը իր օրակարգը բերել կամ ունի ընդդիմություն այդ օրակարգը։ Տեսեք, դուք նշեցիք, ես համաձայն եմ, գոնե 21 թվականի ընտրություններից հետո, արդեն մոտ 5 տարի է անցել, ընդդիմությունը ես նկատի ունեմ բոլոր ընդդիմությունները, այդ թվում նաև կոպիտ բառ օգտագործեմ իրար ուտող ընդդիմության թևերը կարողացել են ձևավորել օրակարգ մինչ մեր ձևովի ձևավորվելը մեկ անգամ, դա սրբազան պայքարի ժամանակ մոտ 2 ամիս, այո, Բագրատ Սրբազանն էր ձևավորում օրակարգ։ Մնացած բոլոր ժամանակներում ընտրություններից հետո 21 թվականի օրակարգ ձևավորել է իշխանությունը։ Ինչպես է ձևավորել, էական չի։ Արել է վարչաբենդ, հրաժարվել է Արցախից, էական չի, դա ինչ է եղել, բայց իրանք են ձևավորել։ Հիմա թեև դուք նշեցիք նախարարության թեման այդ պոդկասթերը տեղ չկար փաստացի մեր ձևովի որևէ անդամ այդպեսին, բայց օրինակ ես կասեմ ավելի մեկ այլ բան, որը բավականին երկար սկսեց քննարկել դարձնելով օրակարգ հենց իշխանությունը, դա 1 դրամն էր։ Ավելի շատ ես դա կնշեմ, դա 1 դրամն է, դա 300,000 աշխատատեղն է, դա 0% հարկն է, այսինքն այո, հիմա վերջին 1 ամսվա ընթացքում մեր ձևովը կարողանում է օրակարգ ձևավորել, տեսնենք ինչ կլինի։ Բայց դա ռեալ բան եք դիտում, որ հնարավորություն ընտրություններում ավելի մեծ բաներ ստանալու համար։ Իհարկե։ Ես չեմ ասում դա այդպես կլինի,
որպես հնարավորություն ես դիտարկում եմ միանշանակ։ Կարեն, հիմա մեր ձևով է, եթե խոսում ենք մեր ձևի մասին, մի քանի օր առաջ բան եղավ, որ իրենք հարցում են անցկացրել, ունեն 34% ձայն, 33% ունի Նիկոլ Փաշինյանը, առաջ են անցել արդեն եւ այլն։ Սա իրոք ուրախանալու առիթ է, թե դեռ վաղ է ուրախանալու։ Դեռ վաղ է, ես կարծում եմ, բայց ես ընդհանրապես Հայաստանում ես առիթ ունեցել եմ բազմիցս ասելու, ձեզ մոտ էլ կասեմ, ես Հայաստանում ոչ մի սոցհարցման չեմ հավատում։ Ինչու՞։ Ոչ թե նրա համար, որ այդ սոցհարցումները պատվիրված են կամ կեղծված են, կամ ինչ-որ մեկին դա պետք է այդպես ներկայացնել, այլ նրա համար, որ Հայաստանում մարդիկ, հարցվողները չեն պատասխանում իրականությունը։ Այնտեղ տարբեր բաներից ելնելով, հա, եթե մենք մի կողմ գնանք, ես հիմա պարզ օրինակ բերեմ, որպեսզի եւ քաղաքականությունը մի կողմ դնենք, ինքներդ մեդիայի մարդիկ գիտեք, որ կան չափումներ օրինակ, չէ, հեռուստատեսային չափումներ։ Եթե այդ չափումները մի ժամանակ, երբ դա արվում էր, այսպես ասած, սոցհարցումներով, ինքներդ նկատած կլինեք, որ մարդուն հարցնում են, ինչ ես նայում, ինքը այդ պահին չի ասում այն ինչ որ իրականում ինքը նայում է։ Չգիտեմ, վախում է, ամաչում է, էական չի, կամ այդ պահին ինչ մտքին գալիս է, դա է ասում, ինքը իրոք չի հիշում, ինչ է նայում, այդ այլ խնդիր է։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Այլ խնդիր են ֆոկուս խմբերը։ Ֆոկուս խմբերը մասնագետները գիտեն, դա ինչ է, դուք էլ գիտեք, երբ մի քանի հոգու հետ գնում ես զրույց, եւ նախ զրույցը այդ մի վայրկյանը չի, որ իրեն հարցնում են, ինքը պատասխանի դա լինի ճիշտ թե չէ։ Եվ զրույցի ընթացքում մարդիկ ավելի անկեղծանում են, ավելի բացվում են, եւ դրա արդյունքները արդեն շատ մոտ են լինում իրականությանը։ Ես դրա համար ես սովորաբար սոցհարցումներին ցանկացած սոցհարցման, խոսքը այս սոցհարցման մասին չի։ Ես այդքան լուրջ չեմ վերաբերվում։ Թեև գիտեմ, որ դա միշտ ինչ որ մի հատվածի վրա հասարակության ազդում է։ Իշխանության բերած այս պահին թիվ 1 օրակարգը եկեղեցու դեմ պայքարն է, եկեղեցու դեմ արշավանքն է, որը կարծես թե արդեն ինչ որ տեղում է դոփում եւ ինչ որ տեղատվության փուլում է գտնվում, որտեղ այդ չգիտեմ, կարող ենք ասել, որ այդ հարցակումը ձախողվել է, թե նոր փուլեր կլինեն։ Այս պայդրությամբ ձախողվել է, որովհետև փաստացի սա առաջին դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց ինչ-որ բան անի եւ արդեն 7-8 ամիս է չի հաջողել։ Այս պահի դրությամբ կլինեն նոր փուլեր, չեն լինի, դա արդեն այլ խնդիր է։ Այս պահի դրությամբ նորից եմ կրկնում, այդպիսի բան չի եղել վերջին 8 տարում, որ Նիկոլ Փաշինյանը ուզենա անի ու չանի դա մի քանի օրում կամ գոնե 1-2 ամսում։ Բայց ավելի սրման հավանականությունը ո՞նց է գնահատում, օրինակ ասենք գնան կաթողիկոսի, չգիտեմ, կալանավորման կամ Չեմ բացառում, ես ոչինչ չեմ բացառում, բայց դա ոչինչ չի տալու։ Որովհետև կաթողիկոս կալանավորված կաթողիկոսը շարունակում է մնալ կաթողիկոս։ Իսկ ինչպես է լինում, էլի, որ օրինակ, չգիտեմ, Արցախը, բանակը, ակադեմիան եւ այլն ոչ մեկին չեն հուզում կամ քիչ մարդ են հուզում եւ այսպիսի բանի չի բերում ճգնաժամի, բայց եկեղեցին այնուամենայնիվ բերում է ճգնաժամի։ Նախ եկեղեցին դա այնուամենայնիվ ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհում մատների վրա կարելի է հաշվել ինստիտուտներ, որոնք ունեն 1700-ամյա պատմություն։ Այսինքն դուք հասկանում եք, չէ՞, դրա արմատները ինչքան խորն են, ինչերի միջով է անցել այդ ինստիտուտը, այդ դարերի ընթացքում, եթե չասեմ հազարամյակների արդեն։ Եվ երկրորդը այնուամենայնիվ հասարակությունը, որին մեղադրեցին ինչի մեջ ասես, հա, այդ թվում եւ ընդդիմադիրները եւ իշխանությունները ասելով, որ
չգիտեմ, դեպրեսիայի մեջ են, չգիտեմ, ապաթիայի մեջ են, վախի մեջ են եւ այլն եւ այլն։ Այստեղ կարելի է ընդգծել մի բան, որ գիտեք, հասարակությունը նաեւ եթե հիշում եք, պարզապես այդտեղ շուտ հետ քաշվեց, գոնե շատ չսեղմեց, հա, այդ թեմայի վրա, Արադ լեռան ժամանակ էլ երբ բան եղավ, հասարակությունը բավականին բացասական ռեակցիա տվեց, այստեղ գիտեք, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ցանկացած մարդ հավատում է Աստծուն, չի հավատում Աստծուն, բայց անգամ եթե չի հավատում, ինքը աստվածավախ է։ Ինչ որ բանից կարող է ինքը չի հավատում այս կամ այն քահանային կամ սրբազանին, կարող է ինքը չի հավատում, չգիտեմ, այս կամ այն եկեղեցուն, հա, շինությանը, բայց ես այդ օրինակը միշտ կատակով ես բերում եմ, դա իմ խոսքերը չի իհարկե, բայց այդ օրինակը շատ վառ օրինակ է, որովհետև ցանկացած մարդ այդ իրավիճակում եղել է, ես միշտ ասում եմ, որ ամենամեծ աթեիստն էլ սկզբունքային եւ համոզված աթեիստն էլ ինքնաթիռի մեջ առաջին իսկ տուրբուլենտության ժամանակ վերևա բարձրացնում գլուխը եւ ինչ որ հա իր համար դա միգուցե ասած բայց ինքը վախում է ինչ որ բանից ինչ որ բանի հավատում է եւ ինչ որ բանից վախում է ես կարծում եմ այստեղ նաեւ դա է ազդում որովհետեւ այդպես է եղել որ անգամ ես շատ լավ եմ հիշում որ նու պարզ է ես չեմ հիշում 20-ական 30-ականները բնական է երբ իրոք եղել են բավականին լուրջ ճնշումներ հայրաքելական եկեղեցու վրա բոլշևիկների կողմից բայց ես 70-ական 80-ականներն եմ հիշում երբ խորհրդային միության պայմաններում մարդիկ ազատ այցելում էին եկեղեցիներ կնքում էին երեխաներին հարսանիքներ էին անում Վազգեն վեապարը դա լրիվ այլ հա հեղինակություն էր ողջ ազգի համար դա հələ դեռ ասում եմ խորհրդային միության պայմաններում ուր մնաց հետո անկախությունից հետո երբ ասում եմ չկա երևի մարդ որ այս կամ այն առիթով անցած չլինի այդ ծիսակատարությունների միջով Ես սովորել եմ Եղիշե Չարենցի անվան դպրոցում ու այնտեղ մի պատ կա, որը դրա Չարենցի դպրոցի տեղում եղել է եկեղեցի, հետո սարքել են Կինո Մոսկվայի տեղն էլ է եղել, Պողոս Պետրոս եկեղեցին։ Ու ասում էին, որ Չարենցի դպրոցում երեխաները ավելի հաճախ են մահանում եւ ինչ որ դժբախտ դեպքեր են լինում, որ այդ եկեղեցու պատճառով, այդ որ եկեղեցին քանդել են, ու դրա տեղում դպրոց են կառուցել, ես որ փոքր էի դա տենց մեզ գուշացնում էին, ասում են զգուշ եղեք եւ այլն, այդ պատմությունը, որ այնց անթեղված բան ունի, էլի։ Բանով բայց ես ճիշտն ասած դա չեմ կարող այդպես ասել կամ պնդել, որ այդպիսի բան կա, որովհետեւ նույնը ես հիմա կարող եմ ասել, որ հոկտեմբերի 27-ից հետո բոլորը սկսեցին հիշել, որ ազգային ժողովը կառուցվել է գերեզմանների տեղը, այսինքն այնտեղ գերեզմաններ են քանդել եւ տեղը կառուցել այդ շենքը, այն ժամանակ ցեկայի շենքներ էլի, դա ազգային ժողովի շենքը չէր։ Ինչ որ այդ արդեն յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, հա, նման բաներին հավատա, չհավատա, իհարկե ես կարծում եմ այնուամենայնիվ աուրան, հա, կա։ Ես որովհետև ես լավ հիշում եմ, որ մենք փոքր էինք եւ կինոռասիան կառուցվեց, կարծեք թե շքեղ շենք էր, նոր կինոթատրոն էր եւ այլն, հետո անցան տարիներ մեծերը ասում էին, որ չի լինում, եթե այդտեղ ինչ-որ մի բան է եղել, իսկ այդտեղ եղել էր շուկա, հա, ժամանակին, այսպես արևելյան շուկա էր եղել, ասում էին այդ շուկայի աուրան, որ կինոթատրոն չէ, օպերա էլ սարքեք, մեկը չի փոխվելու, ինքը շուկա է մնալու։ Աուրայի այդ բանը ես էլ եմ այդ առումով հավատում, բայց ասել, որ երեխաներ կարծում եմ տնից տեղից հեռու, բայց մահեր եղել են,
տարբեր իսկ կարծում եմ բանով, հա, չգիտեմ, սկսած հիվանդություններից վերջացրած ճանապարհային պատահարներով բոլոր ժամանակներում էլ բոլոր տեղերում էլ լինում են։ Շարունակելով եկեղեցու թեման, ինչպես կարելի է բացատրել այն, որ Նիկոլ Փաշինյանը հաշվի առնում ըստ երևույթին միայն արևմուտքից եկող ինչ-որ բաներ, սիգնալներ, արձագանքներ եւ այլն, այն, որ արևմուտքը չի սաստում Նիկոլ Փաշինյանին եկեղեցու դեմ էս պայքարում, թեև օրինակ հիմա Թրամփի վարչակազմը ոնց որ թե հավատացյալ, այսպես արմատական քրիստոնեական ինչ-որ Նախ ես չեմ կարծում, որ չի սաստում, որովհետև դուք ասում եք Թրամփի ադմինիստրացիան, ես էլ ասում եմ Եվրոպայում Արարատ Միրզոյանին դժվար թե Թրամփի ադմինիստրացիան հարց տար։ Այսինքն կան այնուամենայնիվ ինչ որ ազդակներ, որ այդ հարցում իշխանությունները լիակատար, հա, ինչպես օրինակ ընտրությունների հարցում, երբ ասում են, որ հիբրիդային պատերազմը մենք 15 միլիոն կտանք եւ այլն, այսպիսի աջակցություն եկեղեցու հարցում չունի Նիկոլ Փաշինյանը։ Իսկ քաղբանտարկյալների հարցում Քաղբանտարկյալների հարցում կարծում եմ ունի, գոնե Եվրոպայից ունի։ Շուտով այս երկու օրը Վենսը գալու է, կտեսնենք մնացած բոլոր հարցերով ինչ աջակցություն ունի, որովհետև ավելի քան կարկառուն ներկայացուցիչ Տրամփի ադմինիստրացիայի երևի թե գոյություն չունի, այդ թվում նաև կոնսերվատիզմի առումով։ Բայց դուք հավանական համարում եք, որ ինչ-որ քաղաքական կուրսեր փոխվեն այդ այցից հետո։ Ինչ քաղաքական, չգիտեմ, ասենք ինչ որ քաղբանտարկյալների բաց թողեն կամ չգիտեմ։ Ես չգիտեմ ինչ պարզ է, որ Վենսը գալիս է 2 օրակարգով, որը փոխկապակցված են, հա, թրիփ խաղաղության այդ պայմանագիր։ Ինչ կլինի եւ այդ շրջանակներում կամ դրանից ածանցյալ, ինչ այլ հարցեր կքննարկեն, որը կլինի բաց, որին մենք միանգամից կլսենք կամ ականատես կլինենք, որը որ կլինի փակ, որը հետո արդեն տարբեր լրատվական ինչ-որ միջոցներով գցվի դաշտ, դա ժամանակը ցույց կտա։ Հիմա այսօր ես չեմ կարող ասել Վենսը ինչ է գալի ասի։ Իսկ ինձ թվում է իրենք չգիտեն ինչ է իրանց ասելու Վենսը։ Իսկ խաղաղության օրակարգին ինչպես եք վերաբերում, Կարեն, մանավանդ որ այդ Զայեդի բանից հետո մրցանակի հաջորդ օրը կամ ժամեր անց Բաքվում դատավճիռներ կարդացվեցին 20 տարի ցմահ եւ այլն Արցախի ռազմաքաղաքական խաղաղությանը այլ ընտրանք չպետք է լինի, դա միանշանակ է, բայց ոչ այն հիբրիդային խաղաղությանը, որը Նիկոլ Փաշինյանն է փորձում փաթաթել բոլորի վզին, այդ լավ ձևակերպում էր։ Որովհետև խաղաղությունը չի լինում միակողմանի, խաղաղությունը կնքվում է կողմերի միջև, որտեղ երկու կողմն էլ կամ դրան համաձայն են, կամ դա լինում է ինչ որ փոխզիջումներով, պարզ է մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ, պարզ է որ պարտված կողմը միշտ էլ ավելի շատ է զիջում, բայց անգամ պարտված կողմը ամեն ինչ չի զիջում։ Ինչպես հիմա դա արվում է, որովհետև չի լինում այդպես, որ մի կողմը անընդհատ խոսի խաղաղությունից, մյուս կողմը խոսի Արևմտյան Ադրբեջանից, Զանգեզուրի միջանցքից, 300,000 ադրբեջանցիներից, Սևանա անվանի Գյոյչա, Երևանը Երևան եւ այլն եւ այլն։ Եվ դա պերմանենտ ամենօրյա ռեժիմով։ Այդպես չի լինում խաղաղություն։ Ես դες բան չեմ տեսել։ Եվ ոչ ոք չի տեսել։ Իսկ ձեր կարծիքով որ կողմ կգնա, էլի իրենք կհրաժարվեն իրենց խոսույթից, թե մենք կմտնենք ինչ-որ ուրիշ փուլ, էլի գաղափարների։ Ես չեմ բացառում, որ ինչ որ պահ հրաժարվեն։ Այդ թվում նաև այն Ֆիդանի այն հայտարարությունից հետո, երբ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի աջակցեն Նիկոլ Փաշինյանին ընտրություններում։ Այսինքն մինչև ընտրություններ ես չեմ բացառում, որ այդ խոսույթը կամ վերանա, կամ շատ պակասի, չլինի ամենօրյա ռեժիմով,
բայց ընդհանրապես որ նրանք կհրաժարվեն, ես որևէ ազդակ չեմ տեսնում դրա։ Այսինքն հետո էլի կշարունակվի կլինեն ընտրություններ, հետո նորից Իհարկե, անխոս։ Իսկ այսպես դատապարտված պատանդների վերաբերյալ ինչ կարծիք ունեք։ Ես կարծում եմ դա երևի թե դա ոչ իմ, ոչ ձեր, դա ամբողջ ազգի ցավն է, ամբողջ ազգի ամոթն է, եւ պետք է ամեն ինչ անել, այդ թվում նաև օգտագործելով այո միջազգային բոլոր հարթակներն ու ացիանները, ազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի այդ մարդկանց շուտապույտ հետ բերեն Հայաստան։ Բայց Հայաստանը ձեր կարծիքով հիմա ինչ-որ բան անում այդ։ Ես գիտեք, ես ոչինչ չեմ տեսնում, որ արվում է։ Եթե գոնե ինչ որ ոչ ռազմաքաղաքական ղեկավարության այդ ռազմագերիների հետ կապված 2 կամ 4 այսպիսի լինում են, բարբերաբար 2 անգամ եղել է, չէ, 2 թե 3 անգամ հետ տվել են, ինչ որ տես փոխանակում են արել։ Եթե այդտեղ կարելի է ենթադրել, որ ինչ որ աշխատանք տանում են, հա, որովհետև արդեն գրանցվել են դեպքեր, ապա ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված ես ոչինչ չեմ տեսնում։ Իսկ այնուամենայնիվ, բայց դա ոնց է գնահատում էլի ընտրություններից առաջ հնարավոր է որ Ալիևը այդպես ինչ որ քայլ անի որպես օգնություն չեմ բացառում նվերարվի աջակցություն այն ինչ որ Ֆիդանը ասել է այդ աջակցությունը նաև այդ տեսքով լինի բայց այդտեղ նաև քաղաքական հարց կա չէ որ կան մարդիկ այնտեղ որոնց Նիկոլ Փաշինյանը իբրև մրցակից է անցալում դե նախ այդ մարդիկ արդեն չեն հասցնի որևէ մասնակցություն ունենալ այս ընտրություններին որևէ կերպ։ Երկրորդը ես դեմ եմ, անկախ նրանից ով են, որ գերության մեջ մարդը այլ անել թշնամի երկրում գերություն մեջ մարդը, եթե նորից եմ կրկնում, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ որևէ պետական պաշտոն գրավի Հայաստանում։ Դա գիտեք, երևի թե դա անվտանգության այբուբեններից մեկն է։ Պարոն Քոչյան, իսկ ինչպես է գնահատում ընդդիմության միավորումների շանսերը, էլի։ Ու ինչու դա տեղի չի ունենում։ Նախ տեսնում ենք երկու Նախ տեղի է ունենում։ Եթե խոսքը գնում է մեկ միավորի վրա, դա իհարկե ուտոպիա է եւ կարող եմ ասել, որ 100%-անոց անհնարին բան։ Եթե խոսքը գնում է միավորումների մասին, ապա տեսեք, միասնության թևերը արդեն փաստացի միավորվել են Շանթ Դաշինքի հետ, այնտեղ անընդհատ խոսակցություն է գնում, որ կլինեն եւս միավորումներ այլ միավորների հետ քաղաքական։ Հենց այս 2 օրը ասեց, հա, մամուլում տեղեկություն եղավ, որ Մայր Հայաստանը միանում է Գագիկ Ծառուկյանի հետ, այսինքն այսպես թե այնպես ինչ որ միավորումներ գնում են եւ անպայման կլինեն, Ռոբերտ Քոչյանը հայտարարել է, հա, որ այնտեղ էլա դաշինքով լինելու, այսինքն մեկ դաշինք միասնական չի լինի, բայց ես կարծում եմ 3-4 հատ բավականին խոշոր դաշինքներ կլինեն։ Ես չեմ բացառում, որ մեր ձևովն էլ կազմի դաշինք ինչ որ կուսակցությունների հետ։ Դե հա, բնական է, որ ավելի փոքր միավորներ կփորձեն միավորվել, տեսնում ենք այդ փորձերը, որ միավորվելու կամ իրանց Եվ դա նորմալ է, դա գիտեք, հասկանալի է, որ հատկապես այն փոքր միավորները, որոնք adekvat են եւ հասկանում են, որ 4%-ի այդ արգելքը չեն կարող ունենալու հաղթահարեն, եւ մասնակցելով փաստացի փոշիացնելու են եւ այդ փոշիացված ձայների ինչ որ մասը գնալու է իշխանությանը, ճիշտ որոշում են կայացնում։ Եվ դրան պետք է adekvat արձագանքեն նաեւ խոշոր միավորները, վերցնելով նրանց, որպեսզի նրանք չմասնակցեն եւ չփոշիացնեն։
Մինչ այժմ իշխանությունը խաղարկում էր այդ նախկիններ, ներկաներ, թալան, չգիտեմ բան, բայց հիմա ոնց որ ավելի շատ գնում է դեպի Ռուսաստան, Արևմուտք, որ բանի այդ դիլեմայի վրա է, էլի, իշխանությունը փորձում իր ռեյտինգը բարձրացնել, իբր իրենք ինքնիշխան են, ինքնիշխանության ջատագովներ են եւ այլն, ինչ է կարծում, կհաջողվի ընդդիմությանը դուրս գալ էլի այդ դիլեմայից եւ այդ ռուսամետ քաղաքական ուժի բանը հանել։ Այսինքն այնպես չստացվի, որ ընտրությունից առաջ իշխանությունը դիտվի իբրև արևմտամետ, իսկ ընդդիմությունը իբրև ռուսամետ։ Ես չեմ կարծում, որ այդ հարցը օրակարգային է։ Չէ, ինքը օրակարգային է, բայց այնքան օրակարգային չէ, առաջնայինը չէ հարցերի մեջ, հա, որովհետև այնուամենայնիվ առաջնայինը դա անվտանգությունն է, ով կկարողանա ապահովել Հայաստանի եւ ինչ միջոցներով, ոնց ինչպիսի արգումենտներ կբերի, ոնց է ապահովելու այդ անվտանգությունը, եւ այստեղ նաեւ կա բարոյահոգեբանական խնդիր, որ հասարակությունը այնուամենայնիվ արդեն ձգտում է միասնության, հա, միավորված լինելու խնդիրը դա դառնում է առաջնային, բայց անգամ դա առաջնային չէ, առաջնայինը անվտանգությունն է, առաջնայինը սոցիալականն է, այս երկու հարցով հետո նոր մնացած հարցերն են, մեկը ռուսամետ է, մեկը արևմտամետ է, մեկը վրացամետ է, այդ տենց չի, որ տենց առաջնային խնդիր է, կամ այնպես չէ, որ առաջնային են հիմա չգիտեմ, ասենք, տրանսպորտի խնդիր կամ չգիտեմ ինչ խնդիր, ասում եմ, կա երկու լրջագույն խնդիր, անվտանգություն եւ սոցիալական խնդիրներ։ Սոցիալականի կոնցեպտներ այնուամենայնիվ կան ու հենց մեր ձևովն է դա առաջ քաշում, բայց անվտանգային կոնցեպտներ դուք տեսնում եք քաղաքական դաշտում։ Այս պահին անվտանգային կոնցեպտներ որպես այդպիսին կան, ներկայացվում են, բայց վերջնական ոչ իշխանությունը, ոչ ընդդիմության որևէ թեւ դեռ չի ներկայացրել, ինչի միայն Ռոբերտ Քոչյանը ունի, որ միանենք հետ է ուզում ասել, ես դուք Ռոբերտ Քոչյանը ներկայացրել է, չի ասում միանանք բանին, որովհետեւ նույն Ռոբերտ Քոչյանն էր ասում երկարացնենք թրիպը։ Այստեղ հակասություն կա։ Հակասություն չի, ինքը համադրություն է, ես կասեի ավելի շատ։ Իդեպ նման մի բան, որ թրիպի հետ կապված, խոսքը ոչ թե հապկի, այլ թրիպի մասին է, մեր ձևովն է ներկայացնում, որ իրենք դեմ չեն, իրենք ասում են, որ իրենք իրենց զրոյական կետից չեն սկսելու, եւ թրիպը ընկալելի է, պարզապես ինչ-որ պայմաններ, որը դեռ չեն ասել, կարծում եմ միասնության թևերն են նույն մոդելին, Լևոնը Զուրաբյան այդ հայտնի խաչմերուկը, որ թրիպին համադրի նաև Հյուսիս Հարավը, իդեպ դրան հենց մեր ձևովն էլ է դրա մասին խոսում, ուզում եմ ասեմ, ընդհանուր առմամբ ինչ որ կոնտուրներ անվտանգության բոլոր ուժերն էլ ներկայացնում են, բայց վերջնական, հա, այն ճանապարհային քարտեզը ոնց են իրենք պատկերացնում այդ անվտանգության ճարտարապետությունը ապագա Հայաստանի դեռ չկա։ Ու վերջին հարցը դա ռեալ քաղաքականության, ռեալ պոլիտիկսի առանձնահատկությունն է, թե դա մեր քաղաքական, չգիտեմ, բոբիկության նշան, որ այդ կոնցեպտները չկան, էլի։ Մենք խոսում ենք, չէ, կոնցեպտները համոզված եմ կան, կոնցեպտները ներկայացված չեն դեռ, չեն հանրայնացվել, ես վստահ եմ, որ կան։ Դուք լավատես եք։ Ես լավատես չեմ, ես տեղեկացված եմ։ Լավ։ Ուրեմն ես լավ նոտայի վրա ավարտենք, շնորհակալություն, որ հյուրընկալեցիք մեզ, պարոն Քոչյան, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Բաստիոն հաղորդաշարը, մեր հյուրը վերլուծաբան Կարեն Քոչյանն էր։